Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2025 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 308,835 դրամ, ինչը համարժեք է մոտ $812 և 7,5%-ով գերազանցում է 2024-ի նոյեմբերի ցուցանիշը։ Այդ բարձր թվերն իսկապես կան, բայց դրանք վերաբերում են սահմանափակ թվով աշխատատեղերի։ Մնացած մեծ հատվածում շինարարություն, առևտուր, ծառայություններ, գյուղատնտեսություն, մարզային, պետական ու համայնքային ոլորտներ մարդիկ աշխատում են շատ, բայց եկամուտը հաճախ չի հասնում արժանապատիվ կյանքի մակարդակին։ Արդյունքում ձևավորվում է աշխատող աղքատություն։ Մարդը զբաղված է, բայց մշտապես ապրում է ծախսերի ճնշման տակ։ Մեր տնտեսությունը գերկենտրոնացված է հիմնականում Երևանում և մի քանի նեղ ոլորտներում և ուղղություններում։ Երբ հնարավորությունները կենտրոնացած են միայն մեկ քաղաքում, մարզերում ստեղծվում է փակ շրջան, կայուն աշխատանք չկա, երիտասարդը չի մնում մարզում, մարդիկ գնում են Երևան կամ արտերկիր, ոչ թե որովհետև շատ են ցանկանում մեկնել, այլ որովհետև ապրել չեն կարողանում։ Մարզերն այդպես թուլանում են, տեղում բիզնեսը չի զարգանում, ներդրում չի գալիս, իսկ աղքատությունը դառնում է ուղղակի համակարգային։ Ամենախորքային խնդիրը աղքատության մակարդակն է, որը 2024-ին եղել է 21.7%։ Սա չափազանց բարձր է մի երկրի համար, որտեղ տնտեսական աճը կա, բայց այն չի վերածվում իրական բարելավման։ Քաղաքներում աղքատությունը 19.3% է, գյուղերում 26%։ Աղքատության դեմ պայքար նշանակում է փոխել հենց տնտեսության կառուցվածքը, ստեղծել իրական աշխատատեղեր մարզերում, բարձրացնել արտադրողականությունը, վերամշակում, փոքր արտադրություն, տուրիզմ, լոգիստիկա, աջակցել փոքր ու միջին բիզնեսին պարզ ու կանխատեսելի կանոններով և անել այնպես, որ կրթությունն ու վերապատրաստումը կապվեն տնտեսության հետ, կոնկրետ աշխատանքի հետ։ Հակառակ դեպքում թվերը կարող են գեղեցիկ հնչել, բայց մարդկանց մեծ մասը շարունակի ապրել նույն հարցով, ինչպես ապրենք մինչև հաջորդ աշխատավարձը։ Խնդրում եմ գրեք մեկնաբանությունում ձեր մարզում, քաղաքում, գյուղում կա կայուն աշխատանք, թե մարդիկ դեռ տարիներով աշխատանք չկա իրականության մեջ են։